Հայտարարագրման արդյունքում սոցիալական ծախսը հետ ստանալու գործընթացում որոշ փոփոխություններ են եղել։ Ոլորտը համակարգող գերատեսչությունն արձագանքել է այս ամիսների ընթացքում քաղաքացիներից ստացած բողոք առաջարկներին։ Ամենից շատ տարածված խնդրահարույց հարցը կապված է ուսման վարձի վճարումների հետ։ Ըստ օրենքի սոցիալական ծախսը կարող է հետ ստանալ այն հայտարարատուն, որը կատարել է ծախսը։ Տվյալ դեպքում 100,000 դրամ կարող է հետ ստանալ այն ծնողը, որը վճարել է երեխայի ուսման համար։ Փաստացի ստացվում է, որ երեխայի ուսման վարձը վճարել են հայրն ու մայրը միասին իրենց միջոցներից, սակայն վճարումը ծնողներից մեկի անունով է, ինչը մյուսին զրկում է սոցիալական ծախս ստանալու հնարավորությունից։ Կամ ավելի վատ, վճարումը երեխան է կատարել եւ ծնողներից ոչ մեկ չի կարողանում գումարը հետ ստանալ։ Ֆինանսների նախարարությունում հարցի լուծումը գտել են եւ մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարել։ Առաջին կետով սահմանել են անցումային շրջան, որը նախատեսված է 2024-ի հունվարի 1-ից մինչև 2025-ի հունիսի 1-ը վճարված ուսման վարձերի համար։ Անցումային կարգավորման բովանդակությունը հետևյալն է, որ նշված ժամանակահատվածում կատարված վճարները կարող են հետ վերադարձրել նաև մեր օրինակում մյուս հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց, եթե վճարումը կատարող անձի կողմից համապատասխան հայտարարություն կամ որևէ կերպ հիմնավորվի, որ վճարումը կատարվել է ոչ միայն իր միջոցներով, այլ նաև մեր օրինակում, օրինակ ընտանիքի մոր նաև հաշվին, մոր միջոցներով կամ երեխան կատարել է իր ծնողների միջոցներով։ Ֆիննախից հորդորում են այս կետի վրա ուշադրություն դարձնել, քանի որ 2025-ի հունիսի 1-ից հետո գործելու է նախորդ հիմնական կարգը եւ ուսման վարձի համար սոցիալական ծախս կստանա միայն վճարողը։ Ուստի հունիսի 1-ից հետո պարտադիր է, որ վճարում կատարեն երկու ծնողներն էլ իրենց անուններով։ Իսկ արտոնյալ ժամանակահատվածի համար սոցիալական ծախս ստանալու համար հարկավոր է, որ օրինակ հայրը, որը կատարել է վճարը, գնա երեխայի բուհ եւ հայտարարի, որ այդ վճարն արվել է իր եւ կնոջ միջոցներով։ Նույնը երեխան հայտարարի, որ վճարումը ծնողների միջոցներով է արվել։ Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է առողջապահական ուղղությամբ կատարված սոցիալական ծախսի վերադարձին։ Այս պարագայում խնդիր էին դարձել այն դեպքերը, երբ գործատուն վարձու աշխատողի համար կնքում է առողջապահական ապահովագրություն, բայց որի համար մասնակի կամ ամբողջությամբ վճարում է աշխատակիցը։ Նման դեպքերում պայմանագիրը կնքվում է գործատուի, օրինակ իրավաբանական անձի անունով եւ հաշվարկային փաստաթուղթը, ինվոյսը եւս դուրս է գրվում գործատուի անունով։ Այդ դեպքում անհրաժեշտ է, որ գործատու ընկերությունը ապահովագրական ընկերությանը ներկայացնի տեղեկանք գումարների վերաբերյալ, փաստացի վարձու աշխատողների կողմից վճարված գումարների վերաբերյալ, եւ ապահովագրական ընկերությունը այդ դեպքում հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելուց որպես ապահովադիր ընկերություն նշի գործատու ընկերությանը, իսկ սոցիալական ծախս կատարողի տվյալներ նշի հայտարարատու ֆիզիկական, այս դեպքում մեր վարձու աշխատող ֆիզիկական անձանց, այդ դեպքում եւս ընդհանուր սահմանված կարգով տվյալ ֆիզիկական անձինք հայտարարատուները կունենան հնարավորություն հետ ստանալու առողջության ապահովագրության գծով կատարված սոցիալական ծախսերը։ Ֆիննախից հիշեցնում են, որ հաշվարկային փաստաթղթում փոփոխություններ անել կարելի է, պետք է պարզապես գործատուից վերցնել տեղեկանքը եւ գնալ ապահովագրական ընկերություն։ Օրենսդրական երրորդ փոփոխությունը կրկին կրթական ծախսերի մասով է, մասնավորապես մանկապարտեզների վճարների։ Քանի որ մանկապարտեզները հիմնականում համայնքային ենթակայության տակ են, այդ կառույցներին արված վճարները համարվում են տեղական վճարներ, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց։ Համայնքի, որովհետեւ ըստ օրենքի ծառայությունը մատուցում է համայնքը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը պատվիրակելու տարբերակով։ Այս պարագայում հարց էր առաջանում, հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրի ՀՕԱԿ-ը, թե համայնքը։ Ըստ օրենքի հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում ծառայություն մատուցողը, այսինքն համայնքը։ Կարգով ամրագրում ենք, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն այցելել համայնքային կենտրոններ եւ համայնքները որպես կառավարչական այսպես գերատեսչություն կամ մարմիններ շատ չծանրաբեռնվեն այդ process-ով։ Ամեն մի մանկապարտեզ իր մոտ հաճախող երեխայի ծնողի համար դուրս կգրի այս համայնքային վճարի դիմաց, տեղական վճարի դիմաց հաշվարկային փաստաթուղթ նշելով ծնողի տվյալները եւ դրանից հետո համակարգը կաշխատի ընդհանուր սահմանված կարգով։ Մայիսի 26-ի տվյալով տարեսկզբից համընդհանուր հայտարարագիր է լրացրել շուրջ 24,000 քաղաքացի, վերադարձվել է 2 միլիարդ 151 միլիոն դրամ սոցիալական ծախս։ Ֆինանսների նախարարությունից հիշեցնում են, որ հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը հետաձգվել է մինչև 2025-ի նոյեմբերի 1-ը, բայց միաժամանակ հորդորում գործը չթողնել վերջին օրվան։ Մուշեղ Իսախանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։